Պարոն Պապոյան, ԿՊ վարչության ընտրություններում դուք պատվավոր երկրորդ հորիզոնականում եք, այս անգամ էլի հույս ունեք, որ ձեր ձայները երկրորդ էլի կլինի, դե Փաշինյանից հետո, բնականաբար Փաշինյանից հետո։ Տեսեք, կլինեմ երկրորդը, չորրորդը, թե 14-րդը, դա բացարձակապես որոշում են մեր պատվիրակները։ Եվ կուսակցությունը ինքը անընդհատ այսպես կենթանի օրգանիզմ է ու նաև պատվիրակների շրջանակն է պարբերաբար փոխվում։ Օրինակ, այս ընթացքում կան տարածքային կառույցներ, որոնք որ լուծարվել են, ստեղծել ենք նոր տարածքային կառույցներ, եղել են գործող տարածքային կառույցներ, որտեղ խորհուրդներն են փոփոխության ենթարկվել, ոչ շատ, բայց որոշ դեպքերում ավագանիներ կամ պետական պաշտոնյաներ են փոխվել, այսինքն ընտրողների շրջանակը նույնպես անընդհատ որոշակի փոփոխության է ենթարկվում եւ դա լավ է այն իմաստով, որ կենսունակություն է անընդհատ տալիս, բայց մեծ հաշվով հիմա իմ կարծիքով մենք ոչ թե ու առաջին 50-յակի մասով։ Մենք առաջին 50-յակի ուզում ենք առանձնացնենք առաջին 50-յակը, որտեղ մեծ հաշվով կապ չունի թե ով որտեղում է, որովհետև 50-րդը կարող է օրինակ երբ որ տեղի ունենա քարոզարշավ հայտնվել, ասենք 19-րդ տեղում եւ 50-ից հետո այ շատ կարեւոր է, որովհետեւ 50-ից հետոյի դեպքում իհարկե վարչությունը ունի որոշակի իրավասություններ, սահմանափակ փոփոխություններ անելու, բայց հիմնականում հենց էլի մեր պատվիրակներն են որոշելու, ասենք 50-ը, 51-ը եւ մինչեւ ենթադրենք 258-ը կամ 270-ը ովքեր են լինելու։ Արդյոք այս ընտրությունները մի տեսակ ձևական չի, դեմոկրատիա խաղալու համար չի, պարոն Պապոյան, որովհետև ըստ էության, երբ որ հետևում ենք ձեր կուսակցության վարչանալար ընտրություններին, կուսակիցների հետ կապված, նույն Հայկ Սարգսյանի կամ այլ պատգամավորներ չընդգրկվեցին եւ օրինակ դուք հանրությանը չներկայացրեցիք հիմքերը։ Ինչ հիմքով այդ մարդիկ ձեր ցուցակում չընդգրկվեցին։ Ես կարծում եմ, որ այն գործընկերները, որոնք որ չեն հայտնվել, միայն այդ մարդիկ չեն, մոտավորապես ես որքան հիշում եմ, մինչև 100 հոգի տարբեր պատճառներով, տարբեր գործընկերներ ցուցակում չեն հայտնվել, այդ ընկերները մեր կուսակցության անդամներն են, նրանք շարունակում են մեր սիրելի կուսակցական գործընկերները մնալ եւ ես կարծում եմ, որ եթե որևէ անձի օրինակ պայմանական խորհրդարանի ցուցակում վարչությունը չի տեսել, դա չի նշանակում, որ որևէ այլտեղ չի կարող տեսնել եւ ես կարծում եմ, որ այս process-ը ինքը նորմալ է, մենք խորհրդարանի ցուցակ ենք ընդամենը կազմում, ընդամենը չի խորհրդարանական ցուցակ է, այսինքն մարդը կարող է համայնքային կամ գործադիր իշխանությունում այլ տեղում շարունակել որևէ աշխատանքով զբաղվել, ինչ վերաբերվում է ձևական է թե ոչ, իմ կարծիքով ձևական կլիներ, եթե ցուցակը վարչությունը օրինակ նստեր եւ կազմեր կամ վարչության նախագահը, տեսեք ինչ է տեղի ունեցել, վարչությունը իր լիազորությունը, այսինքն մենք մեր կանոնադրությամբ ունենք այդպիսի լիազորություն։ Մենք կարող ենք ցուցակը կազմել առաջին համարից մինչև ենթադրենք նույն 272-րդ համարը եւ բերել համաժողովում օրինակ ամբողջը հաստատել կամ առաջինը հաստատել, առաջին 30-յակը հաստատել, ինչպես մեր օրենսդրությամբ նախատեսված է եւ ինչպես անում են կարելի ասել գրեթե բոլոր կուսակցությունները, բայց մենք այդպես չենք արել եւ ես կարծում եմ, որ ձեր հարցի պատասխանը ի վերջո կլինի մեր ընտրացուցակը եւ որտեղ որ օրինակ դուք կարող եք ենթադրում եմ, որ կլինեն այսպես ասած որոշակի անակնկալներ, չի կարող ընտրությունը չունենալ անակնկալ, այսինքն այլ պայմաններում ենթադրենք նույն վարչության պայմաններում այդ մարդը կարող է 50-յակում չհայտնվել, այ հիմա կհայտնվի կամ որոշ մարդիկ միգուցե դուք պատկերացնեիք, որ կլինեն 50-յակում, բայց հիմա չլինեն 50-յակում, որովհետև ընտրություն հենց այդպիսի բան է։ Ընտրության մեջ միշտ եւ իհարկե պահպանվում է հիմնականում օրինաչափությունները, բայց նաեւ երբեմն լինում են անակնկալներ, ինչը նորմալ է, այսինքն ընտրական process հենց դրանով էլ առանձնանում է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար